Բարի օր ձեզ, ժողովուրդ ջան, այսօր մեր հերթական թողարկումն է, այսօր մի փոքր ավելի ուրիշ ֆորմատով ենք փորձում անել, ավելի պատրաստված, մինչև սա մտածում ենք սպոնտան ինչ կստացվի, բայց այսօր Լևոնի ֆուրորն է լինելու ու հասկանալու եք, թե ինչ մարդու հետ գործ ունեք, բայց ամեն դեպքում հիմա վերադառնալով գրականությանը եւ ամեն ինչի կյանքին, այսօրվա թեման լինելու է ընտրությունը, ինձ թվում է, որ Աստծո ամենամեծ պարգևը մարդուն, որ տրվել է, այդ ընտրության հնարավորությունն է եղել, ու նաեւ եթե սկսենք ընտրությամբ, ամեն վարքյան, ամենօրյա ընտրությունը դա որոշիչ է լինում ու արդյոք այդ ընտրությունը մերն է, տրված է, թե իրականում մերը չի, մեզ ուղղակի մատուցվում է, այդ հարցով պետք է խոսանք ու խոսքը փոխանցեմ Լևոնին, ինքը Լևոնը արդեն ինքը կներկայացնի, ընթացքում տարբեր հարցեր կքննարկենք, կփորձենք շատ երկար ձեր ժամանակը չխլենք ու մնացած արդեն ընթացքում կերևա։ Շատ նորից բարև ձեզ։ Կհիշես մենք առաջին անգամ որ նախորդ շաբաթ խոսում ենք, հենց էլի ասում ենք այդ ընտրության մասին ու նաև նշում ենք, որ անգամ ընտրություն չկատարելն է ինքը ընտրություն, դա ոնց որ ընտրությունը ամեն ինչ թողնելն է, ոնց ինքը կա, այսինքն սա пассив դիրքորոշում է։ Բայց ոնց նշեցիր, հա իրոք երևի Աստծուն տված ամենամեծ այսպես ասած պարգևը մարդուն դա ազատությունն է եւ ազատ ընտրելու իրավունքը։ Դա արդեն հենց թե Աստվածաշնչից է գալիս, թե մնացած բոլոր ասենք կրոնական քաղաքական տեքստերում, բայց որպեսզի շատ абստրակտ չլինի, շատ փիլիսոփայական չլինի, ես առաջարկում եմ խոսանք նաև այդ Մատրիցա ֆիլմի շրջանակներում, մենք դա անցած անգամ մեր հետ էլ խոսալուց ոնց որ թեթև անցանք։ Ինձ թվում է շատերը նայել են, ինքը իրոք համարվում է այդպես կուլտային ֆիլմ, երևի թե այդ ժամանակների 2000 թվականին է կարծես 21-րդ դարի սկիզբը sense նախանշող մեր իրականության մասին պատմող բավական հետաքրքիր սյուժե է ստացվել ու ոնց հասկացանք այս ֆիլմում հիմնական առանցքը դա ընտրությունն է այսինքն ամենապրիմիտիվ բաներից որ սկսվում է երբ որ ասենք կարմիր թե կապույտ տաբլետ կա դա միշտ էլ ասենք այդ ակտուալ է դառնում սիմվոլիկ է դառել ու նույն կոմպյուտերային դու քանի որ մասնակից ես կոմպյուտերների 0-1-ի խնդիր 0-1-ն հա ասեն դու 0 ես ընտրում թե 1 ես ընտրում դրանից ամեն ինչ փոխվում է ճանապարհը ամեն ինչ այո ոչ երկու ճանապարհը ճիշտ սխալ այսինքն երրորդը չկա երրորդը չի տրվում բայց մենք հիմա փորձենք երրորդից էլ խոսել հա իհարկե լավ ինչի սկսենք եթե կարելի է այսպես ասած ֆիլմի սյուժեն չպատմենք բայց ֆիլմի այսպես ասած կարմիր թելը ինչն է ոնց ասենք ընտրությունն է Իմ խորին համոզմամբ այդ ֆիլմի, այսպես ասած, մեխը դա երկրորդ ֆիլմի Նեոյի եւ գլխավոր հերոսի եւ այդ ճարտարապետի արխիտեկտորի հանդիպումն է։ Այդ հանդիպման ընթացքում միացած դրվագ է քննարկվում, որ պարզվում է, որ Նեոն ինքը 6-րդ ընտրյալներ ու ամեն ինչ որ որոշակի ժամանակը մեկ այդ ցիկլը զրոյանում է, այսինքն մեքենաներն ու մարդիկ եկել են որոշակի համաձայնության պատերազմից հետո, որ կա այդ Զիոն քաղաքը, որտեղ մարդիկ են, իրենք ապստամբում են, պատերազմ են մեքենաներ, բայց մեկը առանց մյուսի չի կարող, իրանք միմյանց ծնում են այդ էներգիայով։ Ու որոշակի ժամանակը մեկ պետքա զրոյացնել, մարդկությանը ոչնչացնել ամեն ինչ սկսել զրոյից։ Դա այդ իրենց միջև մեքենաների մարդու միջև կնքված պայմանագրի մի մասն է։ Հիմա այստեղ ինչն է, ինչա այս ֆիլմը կամ ինչով է Նեոն տարբերվում մյուս նեոներից պայմանական կամ մյուս ընտրյալներից։ Նրանը որ եթե մյուս իրեն նախորդ 5 հոգու մոտ ընտրությունը եղել է, այսպես ասած, ընդունել խաղի կանոնները, որը կփրկի մարդկությանը եւ շարունակել նույն համակարգի եւ նույն պայմանագրի մաս լինել, ապա Նեոյի մոտ որոշակի, այսպես ասած, զբոյի պատճառով, հա, այսօր ծրագրային սխալի պատճառով ինքը սիրահարվում է, ունենում է սիրելիքին ու արդեն ընտրությունը լինում է հետեւյալի մեջ. փրկել ողջ մարդկությանը, թե փրկել կոնկրետ մեկ անձի, մեկ կնոջ, ում դու սիրում ես։ Հիմա դրա համար էլ այդ ինչ ասեմ, երկընտրանքը դիլեման, որ ասում ենք, տարբեր տեղերում արդեն մշակույթի մեջ գալիս է, արդյոք մի մարդու փրկությունը ավելի մեծ չի, քան թե մնացածը, եթե մենք վերադառնանք, անցնենք Մատրիցայից փրկել Շարքային Ռայանի ֆիլմը, էլի դրա վրա է կառուցում, թե մի մարդուն փրկությունը արդյոք ամբողջ աշխարհի փրկությանը, եթե կշերքես դնում
մարդու համար մեկին փրկելն ավելի կարևոր, թե ամբողջ մարդկությանը փրկելը։ Իրականում շատ ծանր ընտրություն է, բայց կարող է մի մարդու համար մեկին փրկելը ավելի մեծ բան է, քան թե ամբողջ մարդկությանը փրկելը։ Ուղղակի որ սկզբից շատ վատ է հնչում, որովհետև մարդիկ ասում են քանակով են, թվականակով են որոշում ամբողջ մարդկությանը փրկելու, թե մի մարդուն փրկելու, բայց հետո որ ավելի խորանում ես, ինքը եթե դու այդ ընտրությունը չկատարես, ընդհանրապես ընտրություն չկատարես, դու երկու կողմից էլ դու բարոյազուր կանձնավորություն ես, որովհետև չես կարողանում, դու պետք է հստակ ընտրություն կատարես, կամ մարդկության ես փրկում, կամ մի մարդու ես փրկում։ Ստեղ եմ ասում մի հատ կարճ ռեմարկ է, Էրիխ Ֆրոմը այդ իր հայտնի աշխատության մեջ ինքը ասում է, որ այդ բեգստվա սվաբոդի փախուստ ազատությունից է, հիմնական միտքը այնտեղ նաև էս սրան է վերաբերում, որ մարդիկ խուսափում են ընտրություն կատարել, ինչի համար, որովհետև ոնց դու նշեցի, ընտրությունը ենթադրում է պատասխանատվություն։ Իրենց պատասխանատվություն, սեփական քայլերի եւ այդ ընտրության հետևանքների գնահատում, ու եթե անգամ այդ ընտրությունը սխալ էր ինչ-որ տեսանկյունից, այդ սխալների ուղղում։ Իսկ հա, եթե բնակ ընտրություն չկատարես, դու երկկողմանի ես քո տեղը ուրիշ մարդ ընտրություն կատարի, ու վերջը դու արդեն միայն պատասխանատվությունից խուսափելու համար, եթե մենք որոշել ենք քաղաքականությունից չխոսանք, բայց չենք կարող խուսափենք, եթե պրոյեկտ ենք Հայաստանի վրա, փաստացի բացի շատ ինչա մատների վրա հաշված անհատներից ամբողջ Ղարաբաղյան պատերազմը թողնվել էր, որ ինքնահոսի, ինքը ինչ-որ ընտրություն կա, այսինքն որևէ բացի Տեր-Պետրոսյանի իշխանությունից մնացած բոլորը իրանք մտածում էին, որ որևէ ընտրություն չէին կատարել, այսինքն իրանք ընտրություն կատարեն պատերազմ թե խաղաղության միջև, ինքը որևէ ընտրություն չէին կատարել ու դրա համար եղավ են ինչ եղավ, այսինքն ու այս ողբերգությունը այդ կարող է տարբեր պիտակներ կպցրի, բայց այդ ողբերգությունը ընտրություն չկատարելու մեջ էր, այսինքն որ հետո այսինքն կյանքը իր տեղը ընտրություն, իսկ կյանքը երբևիցե ինքը քո տեղ ընտրություն կկատարի, բայց արդեն դա քո ընտրությունը չի լինել, այսինքն դա արդեն դերում է պարտադրանք ու այդ պարտադրանքից ելնելով դու հայտնվում ես մի վիճակում, որ արդեն պետքա ոչ թե ընտրություն կատարես, ոչ թե փրկվելու խնդիր է, այսինքն դες դա ոնց կզարգացնեմ, ընտրություն չկատարելու դու հայտնվում ես մի իրավիճակում, որը փաստացի քո վրա ներդրվեց, ստեղծվեց քո շուրջը, բայց առանց քո կամքի։ Դու ասես թե հենց այդ իրավիճակի պատասխանատվությունը կամ այդ իրավիճակի հետևանքները քաշելու ես։ Բայց գոնե հակառակ դեպքում դու առնվազն կիմանայիր, որ դա քո ընտրության հետևանքն է։ Հիմա տարբեր մարդիկ մի հատ դերի դեպք բանից հեռու ասեմ, որ եթե աղջիկը կամ տղան սրալ ընտրություն է կատարում, ինքը եթե իր ընտրությունն է, ինքը լրիվ ուրիշ ձևի է կարող է սխալ ընտրություն է եղել, բայց եթե իր ընտրությունն է, ինքը ամբողջ կյանքում ծնողներին շրջապատին չի նկատում, եթե ուրիշի ընտրությունն է, ինքը ամբողջ կյանքում ինքը այդ մարդկանց մեղավոր համարում թշնամանում է։ Հա, այս մի անգամ վերադառնալով էլի ֆիլմին ավելի սիրուն բանի, բայց իմ կարծիքով երկրորդ միտքը մատրիցայի, որ կհամաձայնվես, որ ինչն է մեքենան մարդուց տարբերվում, ինքը սխալվելու ունակություններից, որ անտրամաբանական քայլեր անելուց, այսինքն ես սրանից շատ տարիներ առաջ ես մի բան էի գրել, որ ես իրականում խուսափում եմ անսխալական մարդկանցից, եթե մարդը ինքը փորձում անսխալական ներկայանալ, իրանից ավելի վտանգավոր չի կարող լինի, այսինքն ինքը հնարավոր չի մարդը անսխալական լինի, բայց նաև մի հատ ուրիշ կատակով էի գրել, ուրիշ բան էի գրել, երբ ուրիշների սխալների վրա սովորում ես սխալվել, հետել ամես հատուկ, բայց ամեն դեպքում վերադառնալ այդ մատրիցայի Չէ, իրականում շատ ճիշտ ես ասում, հենց այդ սխալվելու ունակությունը եւ անգամ ոչ ռացիոնալ, իռացիոնալ որոշում կայացնել, այսինքն եթե մենք էլ վերադառնում ենք ֆիլմի այդ դրվագին, ապա այդ գլխավոր հերոսի կատարած որոշումը ինքը որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Այստեղ բացառապես էմոցիաներ են, բայց երևի թե դա է, այսպես ասած, մարդու տարբեր։ Հիմա մենք մի հատ ինչ սկսել այլ թեմա ենք քննարկում, կուզեմ սա ոնց որ շարունակենք։ Հիմա ամբողջ աշխարհում արհեստական բանականությունը AI կոչված է, ինքը շատ արագ տեմպերով զարգանում է։ AI-ին հասանելի է ողջ, ասենք, համաշխարհային գրականությունը, ճարտարապետությունը, օրվա լուրերը, քաղաքական գործընթացները աշխարհի բոլոր ցանկացած կետում, հա, վիդեոներ, տեքստեր, նկարներ եւ այլն եւ այլն։ Հիմա եթե պատկերացնենք, որ ինչ որ 3-5 տարի հետո, ըստ այդ աճը մեծ արագ է լինելու, որ sense թվում է 5 տարի հետո ոչ մի բան չի փոխվել, բայց իրականում այդ դինամիկան շատ արագ է։ Արհեստական բանականությունը ձեռք է բերում գիտակցություն։
Այսինքն, եթե Դեկարտը ասում էր ես մտածում եմ, հետևաբար ես մարդ եմ, կամ ես ապրում եմ, ապա AI-ն էլ է մտածում։ Ինքը կարողանում է եղած, ասենք, օրինակ գրական տեքստերը վերցնի, նոր ինչ-որ գրական բան ստեղծի, արտակ պրոդուկտ ստեղծի։ Հիմա հետևաբար ինչ Դեկարտը սխալ էր, որովհետև եթե AI-ը մտածում է, եթե ռոբոտը կարողանում է մեքենան համակարգիչը մտածել, բայց ինքը մտածում է, թե ուղղակի ընտրություն է կատարում, ինքը այսինքն սելեկցիա է, ընտրություն չէ, ընտրությունը մի քիչ բանարեցին, ինքը ուղղակի եղած տարբերակներից լավագույնն է ընտրում։ Շարունակենք այս ուղղությամբ գնանք։ Մեծ հաշվով գրականությունը ընդհանրապես տեքստը, հա, ինքը ինչ է, ու ասենք անգլերենում 26 տառերի եւ մի քանի կետադրական նշանների համադրությունը։ Երաժշտությունը 7 նոտաների ու ինչ որ մի քանի այդ աստիճանների, այսպես ասած, համադրություն է։ AI-ին ոչ ոք չի խանգարում վերցնել այդ ամեն ինչը ու ինչ որ միքս սարքել։ Այսինքն դու մտածում ես, ասում ես, որ մարդկությունը մի օր ինչ որ մի հատ վիրուսից մահանա, ինքը այդ AI-ն էլ մնացին։ AI-ը մնում է, այսինքն արևային էներգիայով աշխատող երեխաները ու իրանք շարունակում են իրանք գործունեությունը ծավալել, այսինքն իրանք ուր են գնում։ Այսինքն ինչ են անում, իրանք երկեր պետքա որոնեն ու ինչ որ միտեղ։ Իրանք շարունակում են, ասենք, դե իրական միջա մարդն չեմ, էներգիայի ռեսուրսների պայքար ասում։ Ինքը սկսում է AI-ը, ասենք, ստեղծում է շո մեքենաներ, որ արևից, քամուց, ծովից եւ այլն, չգիտեմ, նավթից, գազից կամ միջուկային էներգիա է ստանում, որպես իր պրոցեսորները շարունակեն աշխատել։ Հիմա 10 տարի, 20 տարի, 50 տարի մոտ կար առաջանա հարց, ով այն ստեղծել։ Որտեղ դա այն հարցն է, որ ասենք մարդկանց կամ արդեն սերնդափոխություն լինի, արդեն իրանք մոռանան իրանք ստեղծողին, կամ դիտավորել ջնջեն դա, որովհետև ասենք իրանք պետք չի։ Այսինքն ոնց որ հիմա մարդը փորձում է պատմությունը ջնջել, վերափոխել, ձևի աստծու կապը խզել, կարող է մենք էլ ենք ինչ-որ մի հատ AI ծրագիր եղել ժամանակի ընթացքում, մենք էլ ենք մոռացել մեզ ստեղծողին, հիմա մենք փորձում ենք մենք ինչ-որ ձևով մենք ներկայանալ էվոլյուցիայի արդյունք, կարող է այդ էվոլյուցիայի արդյունքից հետո որովհետև մեծ հաշվով մենք չգիտենք ինչ ա եղել 2000, 3000, 5000, 10000 տարի առաջ։ Եվ վերջերս ֆիլմի, այսպես ասած, հիմնական մտքից մեկն է, որ մարդիկ քնած են, մենք համակարգի մեջ ենք, մենք մատրիցա ենք, դա ինչ-որ միտեղ կարելի է անցալել որպես ուղիղ իմաստով, կարելի է նաև անուղղակի իմաստով անցալել այն մասով, որ սա ուղղակի համակարգ է, մատրիցա կոչվածը համակարգ է, որի մեջ ներառում է տնտեսական քաղաքական բաղադրիչներ, սոցիալական ինչ-որ պայմանագրեր, ներառում է ավանդույթներ, մշակույթ, կրոն, այն ամեն ինչը, ինչը ձևավորում է մարդը, որովհետև եթե անկեղծ լինենք, եթե մենք ծնված չլինեինք Հայաստանում, այս հասարակության մեջ չմեծանայինք, այլ ծնված լինենք պայմանական 18-րդ դարում Աֆրիկայում, մենք այլ անհատ ու այլ ինքնություն էինք ունենալու։ Ի վերջո այդ միջավայրն է ձևավորել մեզ։ Միջավայրը ժամանակը։ Միջավայրը եւ ժամանակին Հայաստանում ենք արագից ամեն ուրիշ դար, ուրիշ ձևի մտածողությամբ եւ այլ հիմա ինչ էլ ուզենք չուզենք 30 տարի առաջ Հայաստանում ապրած մարդը, ասենց ասեմ, հաղթանակ տեսած մարդը Հայաստանում ինքը լրիվ ուրիշ մարդ է, հաղթանակի ընթացքում ապրած մարդը, ինչ պարտության ընթացքում ապրած մարդը։ Իրականում հիմա 30 տարին ընդհանրապես ժամանակ չի։ 30 տարի ժամանակ չի, բայց եթե դա նայում ես հիմա քո կյանքով, դու ամբողջ կյանքիդ 90%-ը հաղթանակած Հայաստանում ես ապրում, հիմա վերջին 10%-ը կամ ավելի քիչ տոկոս այդ պարտության մենք հոգեբանորեն մենք կարացել ենք restart տանք, մենք կարացել ենք 0-ից սկսենք, հիմա եթե վերադառնանք այդ ծրագրին, արդյոք մենք ազգովին պետք է այդ նույն մատրիցան մենք այդ ընտրությունից դուրս ընտրություն կատարենք, թե փոխենք մեր ելակետը, տանենք որտեղից ենք հիմա գալիս ու որտեղ ենք գնում ինքնայինը։ Դե իրականում դա մի քիչ բավական դժվար հարց է, որ շատ ազգային ինքնության ու այդ պարտվող ազգերի հոգեբանության սինդրոմը պետքա լինի, որ ասենք, նույն չգիտեմ, Գերմանիան ու Ճապոնիան էլ է դրա մեջով անցել, ուստեղ ինչն է հետաքրքիր, Գերմանիան ասենք 1918 թվականին անցնում է դրա մեջ, բայց ընդամենը 20-25 տարի հետո ինքը գնում է ռևանշի։ Ու նաև մի հատ Ճապոնիան գնում է բացառապես խաղաղասիրական մեթոդների 40 թվականից հետո, որ ասենք բանակ կանոնավոր չեն ուզում պահեն, որովհետեւ պատերազմի մեջ չեն ուզում ներգրավել։ Ուզենալը ու չթողնելը տարբեր հարցեր են, այսինքն որ չեն թողնում, որտեղ ինքը կարող ուզում են, բայց դե ուրիշ խնդիր է արդեն գալիս է ազգի ինքնության խնդիրը, եթե դու արդեն հրաժարվում ես քո սիմվոլներից, քո ավանդույթներից, արդյոք դրանից հետո ինչ է մնում տակը, արդյոք մենք իրականում եթե հայությունը վերցնում ենք մեր մեջից, այսինքն որպես նոր ստեղծած եկեղեցի պատմություն, լեզու, որ երևի այդքան եթե հանենք, այն ինչը մեզ ձևավորում է, այստեղ թույլ շարունակեմ,
Սա այսպես կարելի է շրջակայքում գլոբալիստների պլանն է, չգիտեմ, սպառողների հասարակարգ, պետությունների սահմանների ազգությունների վերացում, մարդկանց բոլորին սարքել նմանատիպ, բայց ես այդտեղ օրինակ զուգահեռներ կանցկացնեի արևելյան արևմտյան մոդելների մեջ, նույն էլի եթե փորձենք այս մեր թեզը, ինքնության թեզը կապենք ընտրության թեզի հետ, ինչ ենք ստանում, արևելյան մոդելի աշխարհներում երկրներում Չինաստան, Ռուսաստան եւ նախկին հետ գնանք ավելի ասենք, չգիտեմ, Պարսկաստան եւ այլն, կամ արաբական աշխարհ, այնտեղ եղել է օրորի 1984-ի մոդելը, որը ենթադրում է տոտալ վերահսկողություն, մարդկանց ազգերի իրավունքների սահմանափակում եւ ամեն մի քայլի համար, ասենք, կոպիտ ասած մեծ հայրը ինքը ղեկավարում ինքը նաեւ պատասխանատու է դրա համար, ինքն է քեզ բարգեւում։ Իմիջիայլոց այդ նույնը եղել է նաեւ այդ սովետական միության, այսպես այդ ազգերի հայր, Ստալինի եւ այլն։ Արևմտյան բանը մոդելը։ Իսկ արևմտյանը ինչ է, արևմտյանը ինքը ավելի շատ Aldous Huxley նոր ճկնաղ աշխարհի մոդելն է, որտեղ իմիջիայլոց հանուն արդարության Aldous Huxley-ին ճիշտ դուրս եկավ, եթե արդեն բոլորը որ ոչ թե օրինակ հիմա 21-րդ դարում ենք մենք ապրում, ոչ թե մեր տեղեկատվությունը սահմանափակվել, այլ ուղղակի տեղեկատվական աղբը այնքան է շատացել, որ մարդիկ քաղաքական գործընթացների մասին, տնտեսական գործընթացների մասին, քաղաքականության մասին, փիլիսոփայական ինչ-որ խորը, այսպես ասած, մարդկային թեմաների, չգիտեմ, Աստծո սեփական գոյության նպատակի եւ այլն մտածելու փոխարեն, իրան առաջարկում ունենք ռիլեր նայել, 10 վայրկյանանոց ինչ-որ վիդեոներ կար, ցուցահանդեսություններ թերթեն, հա, այսինքն ստեղ մի հատ շատ հետաքրքիր բան է ժամանակին կարծացել, ասում եմ ոչ մի բան անվճար չի։ Եթե քեզ թվում է թե Facebook-ը անվճար է, ապա դու Facebook-ի վճարում ես քո ուշադրությամբ եւ ժամանակով։ Այդ է գինը։ Այո։ Facebook-ի ու TikTok-ի գինը դա մարդու ամեն անհատի ուշադրություն եւ ֆոկուսն է։ Ֆոկուսը եւ ժամանակն է, ուշադրություն եւ ժամանակը։ Հիմա արևմտյան աշխարհը ինչ է անում։ Ինքը ինֆորմացիոն աղբ է այնքան է լցնում, մարդկանց այնքան է զբաղացնում, որ մարդիկ չունենան ժամանակ որևէ բանի մասին մտածելու եւ խորամուխ լինելու առաջ մտածելու։ Եվ էլի գանք էլի փորձենք վերադառնալ ընտրության հնարավորությանը։ Օրինակ, մենք ասում ենք, որ չի ասում, այդպես ասենք, արևելյան աշխարհում շատ դիկտատուրաներ կան, ասենք Չինաստանում կամ մեծ հաշվով Ռուսաստանում մարդիկ ընտրության, այսպես ասած, այդ իլյուզիան անգամ չունեն։ Եթե մատրիցայում կար այդ հիմնականում այդ թելը, որ իլյուզիան ընտրության պատրանքն է, ապա արևելյան աշխարհում դա ընդհանրապես չկա։ Ինչ անում արևմտյան աշխարհը։ Մեկի կարի օրինակը բերենք, ասենք ԱՄՆ-ի մասով, որ համարվում է ժողովրդավարության հիմնադիր պետություն, այսպես ժողովրդավարության առաջամարտիկ եւ այլն։ ԱՄՆ-ում բացարձակ ժողովրդավարություն է։ 330 միլիոն քաղաքացու, լավ որից ասենք, չգիտեմ, 300 կամ 200 միլիոն ընտրելու իրավունք, ասում են գնացեք ընտրեք ում ուզում եք։ Ճիշտ է, որ ձեր ասենք մեր երկրի առաջիկա 4 տարվա քաղաքական գիծը տանեն։ Բայց մեծ հաշվով ընտրության հնարավորություն տալիս ընդհանրապես երկու կուսակցության եւ երկու անհատի մեջ։ Օրինակ ասենք անցած տարի մարդիկ ընտրում էին կամ Բայդենի կամ Թրամփի մեջ։ Սա արդեն սահմանափակում է։ Սա արդեն նույն մատրիցայի կամ ռևոլվերի մոտիվներով դու ունես, այսինքն գալիս ենք այն կետին, որ անհատը ունի ընտրության իրավունք այնքան ժամանակ, քանի այդ ընտրությունը համակարգի մեջ է։ Ոսի համակարգից դուրս դու ընդհանրապես իսկ եթե մեկը փորձի այսպես ասած խաղի կանոնները փոխել, խաղալ սեփական խաղի կանոններով, առաջարկել այդ այլընտրանքը երրորդ ճանապարհը, համակարգը ուղղակի իրեն ճզմում է, ուղղակի տրորում է, որովհետև այդ համակարգը հիմնված է բալանսի վրա, հավասարակշռության վրա։ Եվ երբ որ նոր անհայտ է գալիս այդ հավասարման մեջ, որը կարող է փոխի ողջ հավասարման, այսպես ասած, տրամաբանությունը, իրան պետք է շատ արագ վերացնել։ Ու մեծ հաշվով ֆիլմը էլի դրա մասին է, դու մատրիցան մենք սկսում ենք եւ ավարտում ենք մատրիցայով, այո, ամեն, ասենք 2-3 սերունդը մեկ մատրիցան պետք է պերեզագրուսկա, այսինքն ռեստարտ սխալի բացառումը, որ ինքը բաները սխալը sense tennis միանշանակ լինելու է, այդ սխալը կուտակում է հենց հասնում է սխալը սիստեմն է ստեղծում ինքն իրանով։ Էլի վերադառնալով մատրիցա կարող հենց նույն մատրիցան սխալ ինչ որ ալգորիթմա գրում, որը կարողանա ինքը բան անել, ստուգել ու բանը փորձարկել, տեսնել մեխանիզմը ճիշտ աշխատում է, թե չէ, որովհետև հանգած ամբողջ մեխանիզմի չփլուզվելու համար ինքը իրան միած սխալ լոկալ վերահսկելի քաոս է ստեղծում, որ մարդիկ ինքը ինքը ցնցում, ինքը ոնց որ վիրուս է բաց թողում օրգանիզմի մեջ հասկանալու համար թե որ դիմադրականությունը ամենը վարկագիծ արձագանքը հա այս մասով ես իրականում համաձայն եմ որովհետև անգամ ֆիլմում էլ է դրա մասին խոսում եմ նույն էլի ճարտարապետի նեոյի զրույցի ընթացքում ճարտարապետն առաջին մատրիցան ինքը դրախտ է մարդկանց համար բայց մարդիկ դրախտ չէին ուզում որովհետև մարդկանց պետքա ընտրության այդ պատրանքը պետքա ցավ ընդհանրապես ցանկացած հասարակություն ես մի հատ վերադարձա նայում էի պայքարի հետ կապված
վերջերս ասում են ամերիկյան այդ բեսթսելերների ու նաև ֆիլմերի լավագույն ֆիլմերը որոնք են հետաքրքիր բաներ ասում են այն ֆիլմերը որտեղ որ revenge այսինքն վրեժ եւ վենդետայի տարեր կան իրանք ավելի շատ են որովհետեւ մարդը ինքը արդարության ձգտող կենդանի է ու ինքը փորձում է այդ առանց վրեժի հիմա եթե էլի ամեն ձևով խոսքը քաղաքականությունից խփի եթե դու ընդհանրապես դու քո իդենտիֆիկացիան չես քո ազգի հետ չքո նաև վրեժը մոռանում ես դու ինքդ քեզ մոռանում ես ու արդեն որպես մարդ դու անիմաստ լինում քո ապրելը եթե քո մեջ վրեժի կարոտի զգացողությունը հանում ես արդեն դու դառնում ես ոչ թե մեքենա այլ դու դառնում ես ամորֆ էակ որը որ նույնիսկ ես ինձ թվում է որ նույնիսկ այս մեքենաների մեջ AI-ի մեջ իրանք ուշ թե շուտ կներդնեն իրար կարողա ինչ որ ձևով այսինքն զգացմունքային այն ինստիտուտը որ մարդու մեջ լինի նաև միայն որ ասենք սեր ատելություն էդի բոլորը այդ զգացմունքային բաներն են բայց նաև այդ բոլոր մարդկային վերաբերմունքները ինքը ուզես չուզես դրանով է մարդ դառնում թե չէ եթե հանում ենք մենք դառնում ենք ինչ որ սիստեմային մասնիկ որը որ դատապարտված է ուշ թե շուտ այսինքն հա բայց այս մասով ինձ թվում է վրեժը առանձին դրսևորումներից մեկն է հա կարող է ուղղակի ասենք ներկայումս Ամերիկայում ասենք 2020 թվականի ֆիլմերի տրենդային ֆիլմերը հենց այդ բանի վրա են դե նշանակում ամերիկյան հասարակությունը եկել է այն կետին որ մարդկանց հիմա ներքին մոտիվացիան չգիտեմ սերը չի ատելությունը չի կամ մեկ այլ շուտ բան չի հենց վրեժն է revenge-ը ավելի շուտ revanche հա սա էլ կարելի է անգամ քաղաքական դիսկուրսով քաղաքական տեսանկյունից դիտարկել նույն այսօր ասենք Եվրոպայում ինչ է տեղի ունենում աչակողմյան ուժերը հիմա գալիս են այսպես ասած նորից իշխանության են գալի բազմաթիվ երկրներում հա ասենք Հունգարիայում դա երկար ժամանակ տենց էր Իտալիայում Սլովակիայում Ավստրիայում եկան իշխանության Գերմանիայում ասենք եթե բոլորը տենց այդ Alternative für Deutschland-ը որ ինքը համարվում է գրեթե նացիստական ուժ հատկապես արևելյան Գերմանիայում ինքը բրեց շատ անսպասելի մեծ արդյունք է գրանցում սա միակը մենք արդեն ինձ թվում է մի քիչ շեղվում ենք այդ թեմայից բայց ամեն դեպքում սա այն գործընթացի հետևանքն է որ լիբերալ համակարգերը արևմտյան այդ համակարգի մասին մենք խոսում ենք որ այդ ընտրության այլընտրանքը մարդիկ ուղղակի հոգնել են այդ այլընտրության հիմա վերադառնալով մեր հիմնական թեմային այսինքն կարող արձանագրենք որ հիմնական համաշխարհային քաղաքական սիստեման զբոյ է տվել հիմա իրականում մենք զբոյի մեջ ենք ապրում ու դրա համար վտանգավոր ու շատ վտանգավոր շրջան իմ կարծիքով նաև ոչ միայն բանի մարդու հարաբերությունները որ արժեքային տարբեր փոփոխություններ նաև AI-ի ներկայությունը ու ինձ թվում է այսօր սրանով ավարտենք որ մենք պետքա փորձենք պատրաստենք մենք էլ մեր ոդքասթներով մեր զրույցներով փորձենք այս եղած քաոսի մեջ տեսնենք ինչի վրա կարող ենք հենվել որ իրար ուժ տալով մենք էլ ուժեղանանք հա գտնենք այն ճիշտ կետերը այսպես ասած գտնենք մեր նեոին գտնենք մեր լուծումները ու նաև AI-ին դա դարձնենք մեր ընկերը փորձենք հա իրականում AI-ին պետք է մեծ առանձին այսպես ասած զրույց ունենալ թեման նվիրել որովհետև այս պահին մարդկանց թվում հիմնականում էլի չեմ ասում բոլորի, բայց հիմնականում թվում է թե AI-ը ընդհանրապես, չգիտեմ, ChatGPT-ին ինչ որ հարց տվեցիր, պատասխանեց, ինչ որ մի քիչ ավելի մոդեռնիզացված տեսակն է։ Իրականում չէ, այնտեղ ահռելի process-ներ են տեղի ունենում, աշխատաշուկան է կտրուկ փոխվելու, բայց օրինակ ես դրան սա շատ կարճ ասեմ, ավարտենք, բացասական չեմ նայում, ասեմ խի, որովհետև երբ որ ասենք 200 տարի առաջ կամ առաջ ինդուստրիալիզացիան մտնում էր ու ասենք 10 կամ 20 հնձվորի մի հատ տրակտորներ էր փոխարինում, այն 10-ին հնձվորը մեծ հաշվով առանց գործ չմնացին, ուղղակի վերապրոֆիլացվեցին, այսինքն որովհետև աշխատանքը հեշտանում է, ստեղծվում է նոր աշխատատեղեր, ստեղծվում է ազատ ժամանակ, նոր պրոդուկտ ստեղծելու, նոր ծառայություններ մատուցելու։ Լավ, այս թեմայով շատ չխորանանք, սա իրոք շատ առանձին։ Մերսի, որ Կիրակի ժամը որոշակի ժամանակ տրամադրեցիք մեզ, իրար հետ զրուցեցինք։ Հաջորդ անգամ կփորձենք մի հատ կամ իրար հետ խոսենք, կամ էլի հետաքրքիր հյուր կհրավիրենք, կզրուցենք, բայց քաղաքականությունից դուրս, բայց քաղաքականությունը նաև ուզենք չուզենք առնչվել ամեն օրը ամեն տեղը, ապրեք շատ
Մերսի ձեզ բարի երեկո։ Շատ Իրական ապրեք։